Այս հիմնարկի, բայց արդեն սարքած է։ Շատ շատ ուժեղ աշխատանքներ է առաջ է գնում պարոն վարչապետ եւ հատեցնում եք արդեն սա պատվալային հարկն է եւ արդեն շատ մեծ տեմպով մենք առաջ ենք գնում։ Այսինքն երբ կավարտենք։ Մոտ 2 տարի պարոն։ 2 տարի պայմանագրի ամսոտնական բայց ֆինալը հանձնարարություն է վերցրել, որ հաջորդ տարվա ավարտին կունենանք ավարտված ամբողջությամբ։ Շատ լավ է։ Շատ լավ է։ Բարև ձեզ ժողովուրդ։ Բարև ձեզ։ Ահա։ Բարև ձեզ։ Մի բան ասել էլի, ողջ եք, առողջ եք, խնդրում եք, չաշխատողին հեռացրեք, թող չաշխատի, աշխատողին պարեք։ Պարոն վարչապետ, մարզա համալիրը բաղկացած է 2 մասնաշենքից, ունի 1 ստորգետնյա եւ 3 վերգետնյա հարկեր։ Ստորգետնյա հարկում կա ավտոկայանատեղի, որ մարզիկները երբ որ գան, իրենց մեքենաները կայանելու տեղ ունենան։ Առաջին հարկում ունենք Կնեք ստորգետնյա ավտոտնակ կա, հա? Ավտոկայանատեղի։ 39 մեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի կա։ Առաջին հարկում ունենք ուժային մարզաձևերի և ֆիթնես մարզասրահներ, իրենց հանդերձարաններով առանձին, ունենք բասկետբոլի դահլիճ, որը ունի 2 կողմից նստելատեղեր հանդիսատեսի համար, շուրջ 190 նստելատեղ ունի։ Ներեցեք ենթադրում է, որտեղ կարելի է նաև ռինգ դնել ու Անպայման հատուկ ռինգի համար, ահա նայեք աջ կողմի վրա, այնտեղ ռինգն է դրած, այնտեղ բարբենա։ Չէ, նկատի ունեմ հանդիսատեսով, եթե մրցումը լինի։ Այո, եթե ուզենանք հանդիսատեսով իհարկե կարող ենք այնտեղ ռինգել դնել, ռինգը հավաքովի է։ Ընդ որում չափերը այնպես են նախագծվել, որ պրոֆեսիոնալ մարզաձևերի համար իրենց նախատեսված ստանդարտներով։ Երկրորդ հարկում կա ըմբիշամարտի մարզասրահ, նորից իր բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներով։ Երրորդ հարկում ունենք բռնցքամարտի մարզասրահ, ելի նույնպես իրենց բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներով։ Ծրագրի արժեքը, միայն շինարարական աշխատանքների արժեքը կազմում է 2 միլիարդ 279 միլիոն դրամ, որը ամբողջությամբ ֆինանսավորվում է պետական բյուջեից։ Սրան գումարվում է նաև նախագծման, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների արժեքը, որը միասին հանրագումարով կազմում է ևս շուրջ 65 միլիոն դրամ։ Կարևորը այս նախագծի մեջ նա է, որ Արտուրը մեզ ուղեկցել է նախագծման ամբողջ պրոցեսի ընթացքում, այսինքն բոլոր միջազգային փորձի իր տեսած լավագույն են դահլիճները, որ աշխարհում կան, փորձել ենք կիրառել, ներառել իր խորհրդով նախագծի մեջ։ Երկու բան կտուր կտակ ես։ Իհարկե։ Պարոն նախագահ, ես միշտ երազել եմ, որ ներքին Չարբախում լինի այսպիսի մի դպրոց, դրա համար շնորհակալություն եմ հայտնում մեր վարչապետին թույլ տալու համար, որ այսպիսի հրաշալի դպրոց կկառուցվի ներքին Չարբախում եւ ձեզ եւ ձեր կառավարությանը բարձր շնորհակալություն։ Թույլ տալու որն է, մենք ենք խնդրել, որ ձեր անունը հնարավոր է լինի նաև ձեր անունով դպրոց կառուցել եւ դա մեծ պատիվ է։ Շնորհակալ եմ եւ ես 15 տարի առաջ ես երազել էի այս հողերը գնել էի ես երազել էի որպեսզի սա կառուցեի, կողքը կառուցել եմ այգի եւ այստեղ այս հողը գնել եմ 16 տարի առաջ եւ նվիրել եմ մեր պետությանը որպեսզի այս հրաշալի
շինությունը լինի ոչ թե իմ համար, այլ մեր ժողովրդի համար, որ մեր մայրերը, քույրերը, եղբայրները, որտեղ հնարավորություն չունեն ամեն անգամ գնալ քաղաք, գալ, իրենց երեխաներին տանել, բերել, բայց հիմա հնարավորություն են այստեղ մարզվելու եւ ամենակարևորը առողջ մարզվելու։ Ես խորին շնորհակալություն եմ հայտնում ձեզ եւ ես պարտավորվում եմ, նորից պարտավորվում եմ իմ Գերմանիայի փորձը տալ մեր սերունդին, որպեսզի մեր սերունդը գերմանական համակարգով առաջ գնա, դիսցիպլինայով, ուժեղ պարապմունքներով, ոնց որ իմ մարզիչն է ինձ այդպես սովորացել, ես իմ փորձը կտամ մեր հաջորդ սերունդին, դա վերցնում եմ իմ վրա։ Եվ ես պարտավորվում եմ նաև ամբողջ մեջի գույքը ես ձեռք բերել եւ դնել մեր դպրոցի վրա, դա էլ է իմ վրա, պարոն վարչապետ։ Դրա համար ձեզ շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ, ինչ որ ասցիք, մեր ցանկությունն է եղել եւ մենք գործնականում այստեղ նոր մոտեցում ենք ուզում ցուցաբերենք։ Առաջինը ես ձեր ասցից հասկացա եւ դա մեր ցանկությունն է եղել, որ ամբողջ գործունեությունը մարզական լինի ձեր անձնական վերահսկողության ներքո, որովհետեւ հասկանալիորեն դուք մարզական նվաճումների ճանապարհին շատ մեծ գիտելիք եւ փորձ եք ձեռք բերել, այդ թվում մարզման մեթոդների մասին, սպորտի կառավարման մասին եւ մեզ համար շատ կարեւոր է մենք դա նվաճումների այսբերգի չերևացող հատվածն է, մեզ իհարկե երևացող հատվածը մեզ միշտ հպարտություն եւ ուրախություն է պատճառում, բայց մենք ուզում ենք այդ գիտելիքը ներդրվի նաեւ Հայաստանի Հանրապետությունում։ Հետո դուք մի նախադասություն ասցիք, որի մասին ես ճանապարհին մտածում էի։ Դուք ասցիք, որ որովհետեւ մարդիկ հնարավորություն չունեն շատ հաճախ գնալ քաղաք եւ այլն եւ այլն։ Մենք հիմա գտնվում ենք Երևանի Արվարձանում ըստ էության, եւ սա նախագիծ այն մասին, թե ոնց կարա Արվարձանը դառնա կենտրոն, որովհետեւ հիմա ի՞նչ է տեղի ունենում։ Մենք ստեղծում ենք ձեզ հետ միասին Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիր, բայց դրանով ներքին Չարբախը դառնում է կենտրոն, ներքին Չարբախը դառնում է քաղաքի կենտրոն, որովհետև հիմա մեծ հավանականությամբ այդ թվում Երևանի կենտրոն վարչական շրջանում ապրող երեխաները ուզենալու են գան այստեղ, որպեսզի հաղորդակցվեն, որովհետև համոզված եմ, որ նրանք հիանում են եւ շատերն են ուզում Արթուր Աբրահամի նման մարզական նվաճումներ ունենան եւ դուք ինչպես ընդունված է ասել ռոլ մոդել եք շատերի համար եւ կենտրոնից ոչ միայն կենտրոնից մյուս տեղերից եւ հիմա այս նախագծով ներքին Չարբախը դառնում է կենտրոն, սա շատ կարեւոր բան է, մոտեցում է եւ իհարկե սա մեծ հաճույք է, շատ հաճելիորեն զարմացած եմ անկեղծ ասած, որ արդեն աշխատանքը այսքան առաջ է գնացել եւ նաեւ այս ներգրավվածությունը եւ նաեւ այն որ ներքին Չարբախի բնակիչները համոզված եմ առնվազն մեր չափ շահագրգռված են, որ սա տեղի ունենա, որովհետեւ իսկականից իմիջայլոց ասեմ ձեզ, սենց նրբություններ կա ընդունված չի խոսալ։ Այդ նախագիծը մերձագա հողի, անշարժ գույքի գներն է նաև բարձրացնում եւ այլն, բայց ոչ միայն ֆինանսական, այլև տենց ինքնազգացողության շատ կարեւոր ատրիբուտ է եւ ես շատ ուրախ եմ, որ մենք այս համագործակցությամբ, որտեւ կառավարությունը գիտեք կարող էր այստեղ մարզադպրոց կառուցել, բայց ուրիշ բան է ուղղակի Երևանի ենթադրենք թիվ չգիտեմ ես ինչ մարզադպրոց կառուցել, ուրիշ բան է Արթուր Աբրահամի անվան մարզադպրոց կառուցել, որովհետև մենք ոչ միայն Երևանի, այլև միջազգային ուշադրության որոշակի կենտրոն ենք ստեղծում եւ սա իհարկե շատ մեծ հաճույք է մեզ համար եւ համոզված եմ երեխեքն էլ անհամբեր սպասում են եւ հույս ունեմ, որ մեր շինարար գործընկերները այս կարևորությունը գնահատելով ես շատ ուրախ եմ լսել, որ նրանք պատրաստակամություն եւ տրամադրված են ժամկետից շուտ ավարտել եւ դա իհարկե հոյակապ կլինի։ Պարոն վարչապետ, մի հատ կարճ տեսահոլովակ ենք։ Հաճույքով։ Թե վերջում ինչ ենք ստանալու 30 վայրկյան։ Շատ լավ նախագիծ է Միչայլոց։ Սիրուն է շենքը։ Եվ ես մեր ճարտարապետի հետ, պարոն վարչապետ, նստել եմ կետ առ կետ եւ բոլոր սենյակները, որտեղ է լինելու մարզման սրահ, որտեղ է լինելու մասաժի սենյակը, որտեղ է լինելու մարզչի սենյակը, ցենց գծել եմ իր հետ։ Դա 3 տարի աշխատել եմ այդ պրոյեկտի վրա, հետո նոր տվել են կառավարությանը։ Դա հենց այն է եղել, ինչ որ մենք ուզում ենք, որովհետեւ շատ կարեւոր է, որ մեր նախագծերը իրական կյանքի հետ շատ ուղիղ կապ ունենան,
պրակտիկ լինեն, հարմար լինեն Այո։ եւ արդյունքներ Ես ինչու եմ ուզում կայանատեղի, որովհետեւ մամաները երբ որ երեխաներին բերում են անձրևած ցուրտը հնարավորություն չունեն դուրսը կանգնել սպասել, պետք է կայանատեղի լինի, որպեսզի կարողանան գոնել 4 ոչ անձրևից պաշտպանված սպասել իրենց երեխաներին։ Եվ շատ գեղեցիկ է նայեք։ Վառ գույների մեջ։ Հոյակապա լրի նա ինչ որ մենք այլ նախագծերով ուզում ենք եւ փորձում ենք։ Ես աշխատել եմ այս պրոյեկտի վրա, ինքս մինչև հանձնել եմ կառավարին 3 տարի, պարոն վարչապետ։ Մինչև ես մոտեցել եմ ձեզ եւ խնդրել եմ, որ դուք ինձ օգնեք այստեղ մեծ դպրոց կառուցենք։ Ես երազում եի, բայց չէի պատկերացնում, որ կլինի այսքան մեծ։ Ես փոքր էի պատկերացնում, ոնց որ կողքի այգին ես կառուցել եմ ժողովրդի համար, ուզում եմ մի բան կառուցացնել, ոչ այսքան մեծ։ Ձեր անուն այնքան մեծա չենք կարող փոքր կառուցել։ Շնորհակալություն։ Հիմա պարոն վարչապետ, խնդրեմ սերունդներին ուղերձը Արթուրի հետ եթե կարելի է Սերունդներին ուղերձը հաճույքով։ Այսինքն դուք էս թաղում եք ծնվել մեծա։ Ես այստեղ եմ ապրում, պարոն վարչապետ, կողքի փողոցը։ Հա։ Ինչեւ մայրիկը այստեղ ապրի, մայրիկս էլ այստեղ եւ ես սրտանց ես հրավիրում եմ մեր տուն։ Շնորհակալություն։ Մի րոպե սպասում։ Շնորհակալություն։ Պարոն վարչապետ, ես շատ ուրախ կլինեի, թե մի քայլ մի թեյ խմեի։ Հաճույքով։ Ստեղ մենք կանգնենք։ Ես ունեմ հայ։ Դուք մոտեցեք, ես կհետևեմ։ Շատ լավ է, ես չգիտեի, որ այսքան եղել է շինարարությունը, հոյակապա։ Շինարարը ով է։ Մեր հույց ձեր վրա է, խնդրում եմ։ ստացելա որ Ասացի, որ գնահույնապահակության սերտիֆիկատ վերցնի, Այսինքն հաջող նախագծեր։ լավ գործեր անում։ Դպրոցներից մեր Ստեղ լինելու է կենտրոնական մուտքը, այն հետևի հատվածում լինելու է բասկետբոլի մարզադահլիճը, իր երկու կողմանի հանդիսատեսի տրիբունաների համար, իհարկե ստորգետնյա հատվածում, ինչպես նշեցի, ավտոկայանատեղի, որի մուտքին կողմից է լինելու, որ մի քիչ բարձրանանք հասնենք 0 մակարդակ, արդեն այս կցակառույցը պետք է ապամոնտաժվի, որ բարեկարգման աշխատանքները ամբողջ ծավալով ոնց որ Պարոն Վարդանյան, այս դաթարից օգտվելով հիմա Արտուր Ալեքսանյանի դպրոցի շինարարությունը ինչ վիճակում է, ինչ ենք անելու։ Պարոն վարչապետ, գիտեք, որ նախորդ շինարարի հետ խզել ենք պայմանագիրը, գույքագրել ենք մնացորդային աշխատանքները, վերանախագծել ենք այսօրվա պահանջներին համապատասխան, մրցույթը հայտարարված է արդեն նոր շինարարի ընտրության, մայիսի 14-ին մրցույթի բացումը կլինի շինարարի ընտրության ու շինաշխատանքները կմեկնարկի։ Մենք վստահ ենք, որ կիրականացնենք նախագիծը, դե էլի շինարարության, այնտեղ մի անգամ նույնիսկ ամբողջական հատվածներ քանդել ենք նորից, բայց մեկը որակը մեզ չի բավարարել եւ մենք դրա համար հիմա նախագծի մեջ ենք փոփոխություններ արել, գույքագրել ենք այն աշխատանքները, որոնք մնացորդային են ավարտին հասցնելու համար, ամբողջությամբ այսօրվա ստանդարտներին համապատասխան վերանախագծել ենք, նոր մրցույթը հայտարարել ենք շինարարի ընտրությունը։ Հիմա մենք այս նախագծի շրջանակներում ունենք նաև Սիմոն Մարտիրոսյան դպրոցը կա գործում, Արտուր Աբրահամի
ամոյանները երբ ենք սկսում։ Արդեն ունենք ընտրված շինարար, Այսինքն նախագիծը կա, մրցույթը կա։ նախագիծը կա, ավարտված է, շինարարի մրցույթը հայտարարված։ Ալագյաց համայնքում ենք, չէ՞, անում խոշորացված։ Մայիս ամսին հիմա շինարարը մոբիլիզացիոն նախապատրաստական աշխատանքներ է անում, մայիս ամսին կարողանանք հիմնարկեք անել եւ մեկնարկել արդեն շինարարի Ունենք Վիկ Դարչինյանի նախագծման Ըստ դրա համար է ասում եւ բասկետբոլի եւ ըմբշամատ ռինգն էլ կարելի է տեղադրել եւ չնայած երկրորդ հարկում ունենք, բայց այդտեղ կարելի է եւս 2 գոլ տեղադրել ըստ անհրաժեշտության ու չէ ես նկատի ունեմ որ հանդիսատեսի ներկայությամբ էլ էս ունենք Վիկ Դարչինյան Յուրի Սարգսյանը Նազիկ Ավդալյանին դե մի քիչ ուրիշ իրանց հիմնադրամի աջակցում ենք Ստեփան Սարգսյանի անվան Դե Ալբերտ Ազարյան Հրանտ Շահինյան արդեն հանձնելու ավարտին մոտ ենք ավարտին մոտ ենք օլիմպիական հերթափոխի կոլեջն էլ արդեն աշխատանքները սեպտեմբերին կավարտենք ընթացքում գնում է Հա պարապելու եք ստեղ Իսկ հիմա զբաղվում եք սպորտով Ինչով Այս տաղամասում ուրիշ սպորտով դժվար կլինի զբաղվել Այս նույն մեթոդը անվարչապետ ոնց որ Արտուրը ուղեկցեց նախագծման process-ը մեր մյուս մարզիկներին խնդրել ենք որ իրանք էլ ուղեկցեն Վիկ Դարչինյանն էլ է այո Վիկ Դարչինյանը ինտենսիվ Չէ աշխատանք որովհետև համելեկ խոստովանենք որ նույն պրոֆեսիոնալ բոքսը մեզ համար ծանոթ ոլորտ չէ նրանք ովքեր առնչվել են պետք է գան պատմեն այդ ինչա ոնց է աշխատում իհարկե նաև մյուս հատվածները հաշվի առնելով մի րոպե Շնորհավոր Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Շատ շնորհակալություն, ձեզ շնորհակալություն, հազար անգամ շնորհակալություն։ Պարոն վարչապետ, ես ձեզ ունեմ մի փոքրիկ նվեր։ Ուզում եի նվիրել Արտուր Աբրահամ Ձեռնոցներ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մեծ սրտանց։ պատիվ է, մեծ Ձեր համար, պատիվ է։ պարոն վարչապետ, ձեր մեքենայի համար փոքրիկ ձեռնոցներ։ Եվ Արտուր Աբրահամ դուխի, չէ, կներեք, բոքսի դուխի Արտուր Աբրահամի կողմից կարող եք ձեզ Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ, վերցրեք։ շատ շնորհակալ եմ։ Եվ կարանք հրավերը եթե ուժի մեջ է, միջոցառումը այստեղ ունենք էլի բանը։ Շնորհավոր։ Հետո կմտնենք մեր տուն։ Հա, մոտիկա, չէ։ Իհա իմ մայրիկը, ձեր հետ ուզում եք մայրիկս ծանոթացեք։ Շատ ուրախ եմ, շատ ուրախ եմ։ Շատ ուրախ եմ, շատ ուրախ եմ։ Մեծ պատիվ է ինձ համար։ Մեզ համար էլ է պատիվ, որովհետև ամբողջ աշակերտությունը Դպրոցի տնօրենությունից։ Ուրախ եմ շատ։ Ձեր դպրոցը, հա, հա, մեր դուք աշակերտն է Աբրահամն Շատ լավ։ ու անչափ շնորհակալ ենք այս մեծ գործի համար։ Հիմա բայց Հայաստանը ուր գնաք։ Լավ, թող, էսա կմոտեն։ Ուզեք ոտքով գնաք Ոտքով, մեքենա։ ոտքով, ինչի մեքենա։ Փողոցնայից, դամերքը զբոսնեք տեսնեք։ Հա, հետաքրքիր է։ Ես քշեք ստեղ։ Ահա։ Շնորհավորում եմ, շնորհակալ եմ։ Շնորհավորում եմ։ Անկեղծ ասած շատ ուրախացա, որ տեսա, որ ինձ թվում է թե զրոյական վիճակը ալնելու, բայց որ արդեն նախագծի 1/6 մասը արդեն արված է, էլի նախագծի։ Շնորհավորում եմ նաև ներքին Չարբախի բոլոր մեր սիրելի բնակիչներին, որովհետև դա իսկապես մեծ իրադարձություն է։ Իսկապես նրա մասին է, թե ինչպես կարա
արվարձանային հատվածը դառնա կենտրոն, ամենաուղիղ իմաստով։ Եվ սա լավ օրինակ է, մյուս տեղերում էլ մենք տեղանքները ընտրելիս, իհարկե ամեն տեղը իր սպეციფიკան ունի, բայց տվյալ դեպքում ես համոզված եմ, որ Երևանում առնվազն բռնցքամարտի կենտրոն դառնալու է այս կենտրոնը եւ շնորհակալ եմ պատրաստակամության համար, որովհետեւ գիտեք թաքցնելու բան չկա։ Հիմա տեսեք, հազար ներողություն այդ բանի համար, բրենդինգը ամենակարևոր բանն է ժամանակակից աշխարհում։ Այսինքն նույն դպրոցը երկու տարբեր բրենդինգով, երկու տարբեր բացարձակապես բաներ են։ Եվ մենք հիմա այդ ճանապարհը, այդ քաղաքականությունը ворթեգրում ենք, երկու խնդիր կա։ Նախ մենք իսկապես շատ կարևոր է, որ մենք մեր նվաճումների հասած մարզիկները իմանան, թե Հայաստանի Հանրապետությունը իրենց ինչքան է սիրում։ Սա ու ինչքան է գնահատում։ Այս մեկ։ Երկրորդը նաև ակնհայտորեն մեր երեխաները շատ են սիրում նվաճումների հասած մարզիկներին եւ Արթուր Աբրահամին մասնավորապես։ Եվ սա մեզ համար նաեւ միջոց է, որպեսզի մենք մեր երեխաներին առողջ ապրելակերպի, սպորտի եւ մարզական կյանքի հետ կարողանանք կապենք եւ համոզված եմ լիքը երեխեք միայն ձեր անվան բերումով ընտրելու են այդ ճանապարհը եւ գալու են այստեղ։ Կարող է գան այստեղ բասկետբոլ պարապեն, բայց ուրիշ ձև պարտադիր չի ու շատ լավ է, որ միայն բասկետբոլի բռնցքամարտի մարզադպրոց չի եւ սպորտի զարգացման մի շատ կարեւոր հանգրվան է։ Կրկին ձեր բոլոր նվաճումների համար շնորհակալություն եւ ձեր նվաճումները եւ գիտելիքները Հայաստանի Հանրապետության երեխաների, ձեր ծննդավայրի հետ կիսելու այդ ակնհայտ պատրաստակամության համար շնորհակալ։ Շնորհակալ եմ մեր գործընկերներին, ովքեր այս նախագիծը իրականացրել են, մեր շինարար գործընկերոջը, ով արդեն լավ տեմպերացույց տալիս։ Գիտեք, շինհրապարակի որակը Դայանե ջան, մոտիկացինք, ինքն է մեր ճարտարապետուհին, ուրախ եմ շատ։ Շնորհակալ ենք ճարտարապետին։ Շին հրապարակի որակը արդեն շատ բանի մասին է խոսում, էլի։ Հա ճիշտ է, ես ուր գնում եմ տենց բարձավոր աշխատում ենք մաքսիմալ տեսքի բեր, բայց ինչքան տեսքի բեր, օրիգինալ վիճակը մեկա տակից երևում է, թե դրանից առաջ ինչ ա եղել եւ դա շատ կարեւոր է եւ մենք ուզում ենք մաքսիմալ փոխվարչապետը ասեց արդեն, որ ձեզ հետ մենք մի քանի այլ նախագծեր իրականացրել ենք հաջողությամբ եւ մենք ուզում ենք հնարավորինս շատ գործ ունենանք լավ շինարարների հետ եւ ամեն ինչ անենք, որ որակյալ շինարարական ընկերությունները ավելի շատ լինեն, էս էլ է շատ կարեւոր եւ ձեր մայրիկին էլ եմ շնորհավորում, կարծում եմ եւ ձեր ընկերներին, մանկության, դասարանցիներին, դպրոցին, կարծում եմ սա բոլորի համար շատ մեծ իրադարձություն է։ Մանկական ընկերին դասարանցիները այնա կանգնած են։ Ուրախ եմ շատ։ Այդ շատ հետաքրքիր բան է Արթուր Աբրահամի դասարանցին էլ։ Մինչև այսօր կապ կա։ Եվ ես էլ եմ ուզում շնորհակալություն հայտնել բոլորին այստեղ կանգնած, որովհետև բոլորը, պարոն վարչապետ, իրանց պատրաստակամությունը շատ արագ ցույց են տալիս եւ չէ բառ չեն փորձում օգտագործել։ Ինչ որ մի հարց է լինում, ամեն մեկը իր հարցը շատ արագ կարողանում է անել, դրա համար ոչ մի խոչընդոտ չկա։ Մեր շինարարը կարող է ասել, շինարարությունը շատ արագ գնում է առաջ, շատ պրոֆեսիոնալ եւ ստուգումները կառավարության կողմից կարող եմ ասել շատ հաճախ են լինում, որ ստուգեն ամեն ինչի որակը ճիշտ է թե չէ։ Եվ դրա համար եմ ուզում շնորհակալություն հայտնել, որ ամեն ինչը շատ պրոֆեսիոնալ ձևով է արված։ Դե իհարկե հիմնական սա կարևոր, բայց ոչ հիմնական իրադարձությունն է, հիմնական իրադարձությունը բացումն է, որը ես համոզված եմ, որ եթե ոչ սահմանված ժամկետից շուտ, առնվազն սահմանված ժամկետին կանենք եւ դա շատ կարևոր է։ Շատ լավ։ Երեխեք ջան, ձեզ էլ եմ շնորհավորում, որովհետեւ ի վերջո ոնց պատտվենք, այս ամեն ինչը ձեզ համար է, առաջին հերթին ձեզ համար է եւ շատ ուրախ եմ։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն, որ եկել եք մեր ներքին Չարբախ։ Ինքը մեր ճարտարապետը, որ չլիներ, ես այսքան բանը չէի կարող գծել, որովհետև ինքն է գծել ամեն ինչը։ Ես իրան խնդրել եմ դա 3-4 տարի առաջ, 5 տարի առաջ։ Պարոն վարչապետ, եթե թույլ տաք կարող ենք շարժվել, համ էլ գնացինք։
Գնացի։ Իսկ դուք որտեղ եք պարապել։ Ես պարապել եմ Ենգիբարյան դպրոցում։ Հա, այսինքն ստեղից գնացել եք։ Այստեղ եղել եմ դպրոցը։ Եվ Այսինքն ստեղ բռնցքամարտի Չէ, եղել է փոքր, բայց հետո ես տեղափոխվել եմ Ենգիբարյան դպրոց, այդտեղ ավելի մեծ է։ Պարոն Վարշավ, եթե դուք ցույց տան մեր այգին, որ ես կառուցել եմ երեխաների եւ մայրերի համար։ Տեսնեք։ Ես միշտ երազել եմ, որ մամաները ինչ որ մի ստեղ մանկապարտեզ տանեն, որ ինչ որ մի զապով խնդրում։ Շնորհավոր։ Բարև ձեզ։ Կարծում եմ լավ առիթ է բոլորիդ շնորհավորելու։ Լավ եղբայր։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այս որ թվին եք կառուցել։ Ես դա կառուցել եմ 4-5 տարի առաջ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, Շնորհավորում եմ։ Մերսի չի հավատում։ Նայեք, sense բոլորը sense գալիս են անվճար Wi-Fi ու կողմի կողմից։ Անվճար, ես եմ կազմակերպել։ Գալիս են բոլոր մայրերը նստում են այստեղ, հետո մտնում են եկեղեցի, նայեք ինչպեսի sense խաղում են, սիրուն։ Երեխաները մայրերը նստում են ու կամերաները բոլորը հսկում են։ Ես շեշտը դրել եմ բնության վրա, լիքը ծառ եմ, 33 հատ ծառ եմ դրել, պարոն վարչապետ, 33 հատ բարձրացող ծառ։ Ես չեմ ուզում ստեղ sense ես բիզնեսի բան անեմ, ես ուզում եմ այգի ու հանգստություն, որպեսզի մեր ժողովուրդը եւ ես մեծ շեշտ եմ դնում մաքրության վրա եւ կանաչապատման վրա։ Մաքրողը օրը 2 անգամ է գալի մաքրում, բայց ոչ մեկ ոչ մի բան չի գցում արդեն։ Սայտակտուր են կառուցել, որպեսզի մարդիկ չծարավեն, հետևը կառուցել ենք տուալետներ։ Սենց պետք է գնա։ Նրանք այո։ Հա, շատ լավ։ Տուալետներ, որպեսզի ժողովուրդը չգնան տուն գան, 4 հատ, 2 հատ կանանց համար, 2 հատ տղամարդկանց համար։ Մտնում են եկեղեցի, մոմ են վառում։ Ես ձեզ աշխարհիչափ շնորհակալ եմ, չգիտեմ ես բառերը դիտում եք ասել, լավ չեմ ամենայն մարդուն մոտ ասեմ, բայց Բարև, լավ ես։ ես պիտի ասեմ, իմ սրտի խոսքը դες պիտի ասեմ, բայց չեմ կարող եմ։ Նորմալ է, նորմալ է։ Չէ, պարոն Վարշապետ, էսի նորմալ բան չի։ Չէ, նո։ Յուրահատուկ բան է, գիտեք, որ sense աղքատ մի թաղամասում sense բան ենք ստեղծում, որտեղ ես էլ հուրավիտյան չեմ, դուք էլ ոչ մեկն էլ, բայց սա մնում է եւ հետո գրելու եմ ես պատի վրա, ես առանձին գրելու եմ այդ ամեն ինչը իմ շնորհակալությունը, սա տուալետներն է, պարոն Վարչապետ, որ ես կառուցել եմ, ժողովուրդը չգնան տուն գան, շատ լավ, օգտվեն երեխաները, այս էլ մաքրողի սենյակն է։ շատ լավ, շնորհակալ եմ, շատ հոյակապ է, հոյակապ։ Ամեն ինչը Գերմանիայում։ Իսկ Գերմանիայում դուք որ քաղաք։ Բեռլին, պարոն Վարչապետ։ Այս փողոցով մի քիչ պիտի քայլեք, ոչ ուշ է Հա, հաճույքով։ Իսկ հաճախ եք Հայաստան գալիս։ Շատ հաճախ, պարոն Վարչապետ, տարին 3 անգամ մինիմում։ Դե հիմա ես գործի բերումով արդեն։ Ես շատ հաճախ եմ, դե գործի բերումով ես ամեն օր եմ կապված այս գործի հետ, որովհետև Շինարարի հետ անդադ կապին։ Շինարարի հետ, ողջ շինարարի հետ ես եւ իմ ընկերս տեղ լիքը հարցեր կան, այն ժամանակ որ փոսը փորում էին, ժողովուրդը փակել էին ճանապարհը, ասում են ցեխով անցեղ եք անում փողոցները, եւ այդքան զիբիլով ավտոները մարդիկ ներում են, եկան խոսում ենք, դե ժողովուրդը մեծ մարդիկ են տարիքով, տեղից աչոք կա գնա։ Տարիքով հարցեր են լուծում իմ ընկեր Վարդանը, նայեք էսա պարոն Վարչապետ, այլբար բարևի Վարդանը։ Ուրախ եմ։ Ամեն ինչին շինարարի հետ հետևում, օրը 24 ժամ ստեղ կանգնած է, պարոն Վարչապետ։ Շատ կարևոր է, կարևոր է իհարկե շինարարը պարկեշտ մարդա ուրախ ենք, շնորհակալ ենք, կառավարությունը հետևում է, բայց ինչքան շատ այդ ասում ենք մենք սեփականության զգացում ինչքան ուժեղ է լինի, ոնց որ ձեր տունը կսարքեիք էլի։ Այդ անում եմ։ Այդ շատ կարևոր բան է։ Այստեղ ես կառուցել եմ իմ տունը, ես հողի վրա ես գնել եմ եւ ես դեռ սեփական տուն չունեմ, իմ պապական տունն է, ճիշտ է, վերանորոգած է սիրունա, բայց այստեղ կառուցել եմ իմ տունը, պարոն Վարչապետ։ Մեր ամեն տունը այն կողմն է, ցույց տամ ձեզ, համել Շատ լավ է։ մեր ներքին Չարբախում քիչ կոսնենք։ Դպրոցը որտեղ է։ Դպրոցը այս երրորդ փողոցից աջ, մոտարապես այստեղից 500 մետր, 500-ից 700 մետր։ Ամեն օր մենք գնացել ենք դպրոց, ես սովորել եմ Երևանի 99 միջնակարգ դպրոցը, ավարտել եմ Գերազանց։ Ես դպրոցում լավ եմ սովորել։ Շատ լավ։ Ավարտել եմ համալսարանը, պարոն Վարչապետ։ Որ ֆակուլտետ է։ Ես իրավաբանական ֆակուլտետ, ես լավ եմ սովորել Գերազանցի։ Այստեղ իմ մաման էլ իմ դպրոց այստեղ դասատուներից է մեր։ Զգուշ։ Ես շատ լավ եմ սովորել դպրոցում։
Գերմանիայել եմ գնացել դպրոց եմ ավարտել, բայց ոչ գերազանց։ Այնտեղ արդեն որտեղ լեզուն լավ չգիտեի։ Մաթեմատիկայից էլ ինչ հարցում է, Դες ճանապարհներն էլ պետք է սարքենք, խոսենք, չեմ կա։ մեծ հարց է, որ գալիս եք տեսա, պրոստը կամարաներում դեպքում։ Շատ ուժեղ տրագեդիա բանվաշ։ Բարև ձեզ։ Լավ եք։ Լավ առիթով ենք եկե, Արթուր Աբրահամի անվան մարզադպրոցն ենք կառուցման ընթացքը։ Համար ձեզ բոլորը սիրում, որովհետև դուք սիրում եք մարդկանց մեջ մտնել, մեր մոտ է լուրջ անկեղծ եմ ասում, 70 չեմ ասում 100%, բայց 70-80%-ը այստեղ ձեզ սիրում են, նամանավանդ որ դպրոցը կառուցում ենք, ժողովուրդը չեք պատկերացնում, ձեզ ինչպես են անկեղծ գնահատում։ Անկեղծ եմ ասում, գնահատում են ահավոր ձեզ։ Շնորհակալ եմ։ Ես ստեղ եմ ծնվել, մեծացել, ցույց եմ տալիս ձեզ հիմա մեր։ Այս ճանապարհը ուր է տանում, սա ավելի Մասիս հա շատ բարձ բարեկարգման, շատ կարևոր է որ բարեկարգվի։ կարվի, միանշանակ կարվի։ Հերթով կանենք։ Դա էլ նա այդտեղ է։ Արիք փողոցով գնանք։ Մեր թաղապետներ շատ լավ ուշադրություն է դարձնում ամեն ինչին։ Ես իր այդել եմ ջերմ կապի մեջ, որ ինչ-որ մի խնդիր լինում է, Շատ լավ։ շատ արագ ոչ մի չեփ չեն ասում, որովհետև ես ասում եմ, ես իմ անձնական շահերը չունեմ ես։ Միայն ժողովրդի համար ու բոլորն էլ ընթառաջվում են շատ արագ։ Ոչ մի խնդիր չենք ունենում։ Այս փողոցով երևի անցել ենք այդքան ժամանակ, բայց մտքներով չի անցել։ Ես այստեղ եմ ծնվել, այստեղ եմ մեծացել, այստեղ եմ ապրում։ Մայրիկս էլ այստեղ ապրում, հայրիկս 2 տարի առաջ մահացավ։ Աստված օգնի լուսավոր։ Բարի լինի ոտներս ձեր տուն։ Սա մեր այգին է, փոքրիկ ցույց տա, փոքրիկ այստեղ կառուցել եմ այնտեղ մարզասրահ, տենց մի փոքր մանր մունր բան տան համար, երեխաների խաղահրապարակ, հաց ուտելու տեղ, այստեղ ունենք երկու աջում, բայց փակել ենք։ Լավ։ Էս հա։ Այստեղ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ուրախ եմ շատ։ Այնտեղ ենք, սա մեր ցույցը, եկեք հետո կմարքեմ։ Շատ լավ, դե երևի այստեղ եթերը դադարեցնենք արդեն։ Եթե